Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո, ամեն։ Փառք Տիրոջը Աստված օրհնի բոլորիս, թե ներկաներին եւ թե բացականերին։ Մեր հավատացյալ եղբայրներին, քույրերին, որոնք տարբեր պատճառներով այսօր այստեղ չեն։ Աստված բոլորին օրհնի։ Գիտեք, աշխարհում մարդկանց անհանգստությունը բոլոր մարդկանց շատ քիչ բացառությունով երևի։ Կարող է 1-2 հոգի միլիարդների մեջ ուրիշ ձևի մտածեն, բայց բոլորն էլ անհանգստություն ունեն, որ իրենց կյանքը երկարի։ Բոլորն էլ ուզում են հավիտենական ապրել։ Բայց այս մարմնի մեջ, մահկանացու մարմնի մեջ հավիտենական կյանք չկա։ Որովհետև Ադամին էլ Աստված ասեց, հողեիր, հող դարձիր։ Այսինքն մենք հողեղեն արարածներ ենք եւ շանս, ոնց որ ասում են, հնարավորություն հայերեն, հնարավորություն չկա հավիտյան ապրելու, իսկ որ մարդը այս մարմնի մեջ լինի, ուրեմն ծերացած, հիվանդացած, տանջվելով, թեկուզ կյանքը 400 տարի դարձնեն կամ ավել, չգիտեմ, ինչ որ միջոցներով, միևնույն է անհետաքրքիր կյանք կլինի։ Բայց ոնց անեմ, որ կյանքը հավիտենական լինի։ Պիտի ասեք, դուք ասեք, հավատամ Աստծուն։ Հավատը իր հերթին, բայց Աստվածաշնչում ուրիշ խոսքեր են գրած։ Հավիտենական կյանք ստանալու համար ուրիշ խոսքեր են գրված։ Ուրեմն Հովանու ավետարանի 17:3-ում գրված է. այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստվածդ եւ Հիսուս Քրիստոս, որին դու ղրկեցիր։ Ուրեմն հավիտենական կյանքը Աստծուն ճանաչելու մեջ է պարզվում է։ Ոչ թե հարստության վրա հույս տնելու, զորության եւ այլն, դրա մասին շատ լավ Երեմիա մարգարեն է ասում 9-րդ գլխի 24-ից կարդամ։ Ասում է 22-ից ավելի շուտ։ Տերը այսպես կսե. իմաստունը իր իմաստությամբ թող չպարծի, ու զորավորը իր զորությունով թող չպարծի, հարուստը իր հարստությունով թող չպարծի, բայց ան որ կպարծի, թող անով պարծի, որ կհասկնա ու զիս կճանչնա, եւ գիտե, թե ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք, արդարություն կնեմ։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլ ասում է, որ Աստծուն ճանաչելը ավելի կարևոր է, քան հարստություն, զորություն, իմաստություն ունենալը, իսկ Առակաց 3:5-7-ում տեսեք ինչ է ասում։ Քո բոլոր սրտովը Տիրոջը ապավինե եւ քո իմաստությանդ մի վստահիր։ Քո բոլոր ճամփաներում մեջ զանիկա ճանչեցիր նորից։ Ու անիկա քո շավիղները պիտի ուղղե։ Ուրեմն ամենակարևոր բանը ցանկացած մարդու կյանքում առավել եւս հավատացյալի Աստծուն ճանաչելն է։ Աստված ճանաչողությունը այդքան էլ հեշտ բան չի, որովհետեւ Հռոմեացիների 1:21-ում ասում է, թեև Աստված կճանչնային, բայց Աստծո պես չփառավորեցին ու շնորհակալ չեղան։ Հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան եւ սրտերնին անմտությունով խավարեցավ։ Իրենք իմաստուն են կսին ու հիմարացան։ Եվ շարունակության մեջ ասում է արարչին հետևելու փոխարեն սկսեցին արարվածներին պաշտել։
պաշտոն ու երկրպագություն մատուցել արարվածներին, այսինքն մարդու, կենդանիների եւ այլնի կերպարանքով։ Լավ, ասում է ճանաչել Աստծուն, սրանք էլ ասում են, թեև Աստված կճանչնային, ճանաչում էին Աստծուն։ Պարզվում է, գիտեին Աստծու մասին, բայց չէին ճանաչում։ Որովհետև իմանալ Աստծու մասին մի բան է, բայց ճանաչել Աստծուն այլ բան է։ Ճանաչել նշանակում է ինտիմ, մոտիկ հարաբերության մեջ լինել Աստծու հետ։ Այսինքն հաղորդակցության մեջ լինել Աստծու հետ։ Եվ Աստծուն ճանաչելը այդքան էլ հեշտ գործ չի, նորից կրկնում եմ։ Որովհետև մենք մի տարածության ու ժամանակի մեջ ենք գտնվում։ Աստված մեկ այլ իրավիճակում, գոյաբանական այլ տեղում է գտնվում։ Մեր տարածքները շատ ուժեղ ձևով բաժանված են։ Անհասանելի է Աստված։ Կարծես անսահման հեռավորության մեջ է գտնվում, նույնիսկ շատերը ասում են անճարելի է, չէ, Աստված։ Այսինքն նկարագրել Աստծուն անհնար է։ Էլ լավ, ինչպես պիտի ճանաչենք, եթե անհնար է, անսահմանափակ է, նույնիսկ 55-րդ գլխում Եսայի մարգարեն ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, Աստված է խոսում, ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն ու իմ ճամփաները ձեր ճամփաները չեն։ Ասում է ինչպես երկինքը երկրից բարձր է, այնպես էլ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից բարձր է եւ իմ ճամփաները ձեր ճամփաներից բարձր են, տարբեր են։ Լավ, եթե Աստված այդպիսի հեռավորության մեջ է գտնում, մենք ո՞նց պիտի ճանաչենք Աստծուն։ Անհնար է ճանաչել, կարծես թե, եւ ճանապարհ չկա։ Ճիշտ հիշեցնում է Պողոս Առաքյալի Գործ առաքելոցում 17-րդ գլխում ասում է Պողոս Առաքյալը Աթենքում էր եւ լսել էր այդ հույն փիլիսոփաների մասին, որոնք շատ էին սիրում նորություններ լսել ու նորությունների մասին խոսել։ Եվ այցելեց իրենց Արիսպագոսը, այդ բարձունքի վրա գտնվող տեղը, որտեղ հավաքվում էին այս փիլիսոփաները, զրուցում էին, տարբեր փիլիսոփայական գաղափարներ էին առաջարկում։ Եվ ասում է մի սեղան գտավ Պողոսը, որի վրա մակագրություն էր արված անծանոթ Աստծուն, այսինքն այն Աստծուն, որին իրենք չէին ճանաչում։ Պողոսը ասեց, հիմա ես ձեզ կծանոթացնեմ այդ Աստծու հետ։ Ասում է դա այն Աստվածն է, որը երկինքն ու երկիրը ստեղծեց, եւ մարդկանց ստեղծեց, եւ ազգերը, եւ ամեն ինչ տեղավորեց այս երկրի վրա, եւ ձեզ ասում է ժամանակի ու տեղի սահմանների մեջ դրեց։ Եվ ասում է ինքը նաև իր որդուն մեկին ընտրեց, որով պիտի աշխարհը մի օր դատի, որին մեռելներից հարություն տվեց։ Երբ այս խոսքերը Պողոս Առաքյալը ասեց, այս մարդիկ դե չէին ճանաչում Աստծուն, սկսեցին ծաղրել Պողոս Առաքյալին, որովհետև իրանք չէին ընդունում մեռելների հարությունը։ Կարծում էին, որ մեռելներից հարություն չկա, մեռար, վերջացավ, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ էլ այդպես են մտածում։ Բայց շարունակության մեջ ասում է, որ այդ նույն Հիսուսը կամ մեկ այլ տեղում ասում է, որ այդ նույն Հիսուսը պիտի գա եւ վրեժը պիտի լուծի բոլոր մարդկանց, որոնք հալածվել են այս աշխարհում Աստծո խոսքը ընդունելու, Աստծուն հետևելու համար։ Եվ պիտի պատժի այն բոլորին, ովքեր չեն ճանաչում Աստծուն, շարունակության մեջ ասում է։ Ուրեմն մարդիկ, եթե չեն ճանաչում Աստծուն, պիտի պատժվեն եւ հավիտենական կրակի մեջ ընկնեն, բարձվում է։ Ուրեմն Աստծո մասին գիտենալը մի բան է,
Եվ ճանաչելը մեկ ուրիշ բան, գիտենալը վատ բան չի։ Հրեաները շատ խորը գիտակներ էին Աստվածաշնչի, ճանաչում էին Աստծուն, կարծես թե։ Գիտեին Աստծո մասին, բայց չէին ճանաչում, ավելի ճիշտ կլինի այսպես, որովհետև ասում է Եզը ասում է իր տիրոջը կճանչնա եւ էշը իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը զիս չճանչցավ ու չհասկացավ։ Հիմա երբ որ Հովանու ավետարանն ենք բացում, ասում է սկզբում մեր բանը Աստծո մոտ էր, բանը Աստված էր եւ շարունակության մեջ ասում է ճշմարիտ լույսը այն է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորե։ Ինքը աշխարհի մեջ էր, աշխարհը իրենով եղավ, բայց աշխարհը իրեն չընդունեց։ Պատկերացնում եք, այս աշխարհը Աստծով է, բայց աշխարհը Աստծուն չընդունեց։ Իրեններին եկավ, իրենները զինք չընդունեցին, սա էլ իսրայելացիների հրեաների մասին է, բայց որոնք որ ընդունեցին, անոնց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու, որոնք իր անվանը հավատացին, որոնք ոչ արյունի, ոչ մարմնի, ոչ էլ մարդու կամք է, հապա Աստծուց ծնան։ Ուրեմն մեկը, որպեսի կարողանա Աստված ճանաչել, պետք է Աստծուց ծնված լինի։ Ուրիշ ճանապարհ չկա։ Երբ որ դու ծնված ես Աստծուց, Աստված քեզ ամեն իմաստությունը, ճշմարտությունը կտա իրեն ճանաչելու։ Չնայած Կորինթացիների 1:21-ում ասում է Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով մարդը ապրեցնել։ Այդ մասին էլի խոսել ենք, միթե քարոզությունը հիմարություն է, այսինքն քարոզության պարզությունով, որովհետև հույների համար հիմարություն էր խաչյալ Քրիստոսի մասին քարոզելը, իսկ հրեաների համար գայթակղություն էր, բայց մեզ հավատացյալներիս համար Աստծո իմաստությունն ու զորությունն է այդ քարոզությունը։ Հիմա ասում է Աստված շարունակության մեջ 20 համարի 1:21 համարում ասում է Աստված իր աստվածային իմաստությամբ թույլ չտվեց, որպեսզի մարդը աշխարհային իմաստությամբ Աստված ճանաչի։ Պատկերացնում եք, Աստված թույլ չի տվել, որ մարդը մարդկային իմաստությամբ Աստված ճանաչի, բա ո՞նց պիտի ճանաչի մարդը Աստծուն։ Ուրեմն, երբ որ մտածում ենք, տեսնում ենք, որ Աստված ինքը պիտի հայտնի մարդուն, ոչ թե մարդը պիտի իմանա, այլ Աստված ինքը իրեն պիտի հայտնի եւ դրա մասին Կորինթացիների Առաջի Կորինթացիների 2-րդ գլխի 6 համարից կարդամ, մի քանի համար կարդամ, ոչ բոլորը։ Ասում է, սակայն կատարյալներու հետ իմաստության մասին խոսենք, բայց ոչ թե աշխարհի իմաստության եւ ոչ այս աշխարհի մահկանացու իշխաններուն։ Ու 9 համարն եմ կարդում, հապա ինչպես գրված է, այն բաները, որոնք աչքը չի տեսնել եւ ականջը չի լսել ու որոնք մարդու սրտի մեջ չեն ընկել, Աստված զինք սիրողներուն պատրաստեց։ Բայց 10 համարում ասում է Աստված մեզի հայտնեց իր հոգիով, վասնզի հոգին ամեն բան կքննե, Աստծո խորունկ բաներն են։ Եվ 12 համարում տեսեք ինչ է ասում, իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առինք, հապա այն հոգին, որ Աստծուց մեն է, որպեսզի մենք ճանաչենք այն բաները, որոնք Աստծուց մե տրվեցան մեզի։ Ուրեմն Աստծո հոգին մեզ պիտի օգնի, որպեսզի ճանաչենք։
Հիսուս երբ որ աշակերտներին պիտի թողեր եւ գնար եւ ասում էր, որ Սուրբ Հոգին կուղարկեմ, ասեց աշակերտներին դու գիտեք ուր եմ գնում, ճանապարհն էլ գիտեք, Թովմասը հարց տվեց, ասեց Տեր մենք չգիտենք ուր ես գնում, ինչպես կարող ենք ճանապարհն էլ իմանալ, Հիսուսը ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ինչի ես մինչև սակ բացատրեմ, մի փոքր հետ գնամ, ուրեմն Աստված ինքը իրեն հայտնել է, եթե մարդու վրա մնար այդ ճանաչելու process-ը, այսինքն Աստծուն ճանաչելը, մարդը երբեք չէր կարող ճանաչել, որովհետև Աստված մարդուն հնարավորություն չի տվել իր խելքով, իմաստությամբ Աստված ճանաչել։ Դրա համար հենց նույն հռոմեացիները, որ կարդացի, ասում է, թեև Աստված կճանչնային, բայց Աստծո պես չփառավորեցին եւ իրենց խորհուրդների մեջ ունայնացան եւ սրտերին անմտությունով խավարեցավ։ Բայց դրա վերևի մասում ասում է Աստված այնինչ որ պետք է մարդը իմանար, նախապես իր ստեղծագործությունով հայտնեց։ Այսինքն Աստծո մշտնջենավոր շարունակության մեջ ասում է Աստծո մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իր աներևույթ բաները այս երևացող աշխարհի մեջ հայտնի կլինեն։ Ուրեմն աներևույթ բաները աշխարհի միջոցով հայտնվեց Աստծո կողմից, որովհետև երբ որ նայում ես ստեղծագործությանը, դրա հետևում տեսնում ես Աստված։ Այսօր ես գիտության մասին չեմ խոսա, շատ բարդ բաներ կա, բայց մի երկու թեթև բան ասեմ, որ ասենք ամբողջ տիեզերքը, բնությունը, գիտական այն երևույթները կամ մարդու կազմավորումը սաղմից, պատկերացնում եք, ասում եմ, ոսկորները ինչպես կլինեն, 5 տակարանում գրված է, եւ այլն, մարդու ոսկորները ոնց են կազմավորվում, ոչ մեկը բժիշկները չեն հասկանում, ոչ թե ասում ենք անգետ են բժիշկները, ընդհակառակը խորը գիտակներ են, մի բժիշկ ասում էր, եթե մարմնի վրա կտրված կա, որ բջիջները կարծես մտածելով գալիս են այդ կտրվածքը սպի են դարձնում, այսինքն բժշկում են, հետո չեն շարունակում մատի վրա ու աճի, որ ինչ-որ բան դառնա, այլ այդ մասը ծածկում են, կարծես հատուկ գործող ռոբոտներ լինեն մարդու մարմնի մեջ։ Ով է իրենց ուղղություն տալիս, ով է ասում գնա սա արա կամ փոքր սերմից ոնց է այդ ամեն ինչը դուրս գալի։ Այս բաները որ քննում ես, բնությունը Աստծո փառքն է, այսինքն երկինքը Աստծո փառքն է պատմում եւ երկնքի հաստատությունը անոր ձեռքերի գործն է։ Այսինքն ինչին նայում ես, ամեն ինչի մեջ ու հետևում Աստված ես տեսնում։ Լավ, հա տեսնում ենք, այդ մարդիկ էլ էին տեսել, բայց ասում է չճանաչեցին Աստծուն, ճանաչելով չճանաչեցին, այսինքն տեսնելով չկարողացան ճանաչել։ Ուրեմն Աստված բնության միջոցով հայտնեց, հիմա Երեմիա մարգարեն, նույն Երեմիա մարգարեն ասում է աղոթեցեք, խնդրեցեք, ինչպես Հիսուսն է ասում, խնդրեցեք եւ ձեզ կտրվի, նույն բաները Երեմիան է ասում, խնդրեցեք եւ Աստված ձեզ կպատասխանի, ձեր աղոթներին կպատասխանի, փնտրեցեք եւ կգտնեք։ Ուրեմն երբ որ մարդը մաքուր սրտով փնտրում է Աստծուն, Աստված իրեն հայտնում է, նույնիսկ շատ օրինակներ լսած կլինեք տարբեր անհավատ մարդկանցից, մուսուլմաններից, կորեացիներից, որոնք կուրքեր են պաշտում տարբեր տեսակի, բուդդիստ են եւ այլն, այդ մարդիկ Աստծու հետ հարաբերության մեջ են մտել այն ճանապարհով, որ խնդրել են, փնտրել են եւ վերջը դուռը թակել են եւ դուռը բացվել է։ Ահա Հիսուսը 3:20-ում հայտնության ասում է, ահա ես դռանը կանգնած կթակեմ։ Ով որ իմ ձայնս լսի ու դուռը բաց անի, ներս կմտնեմ եւ անոր հետ ընթրիք կնեմ, նայել ինձ հետ։
Ուրեմն ինչ է այդ ընթրիքը։ Ընթրիքը հարաբերություն է Աստծո հետ, այսինքն մենք հարաբերության մեջ պիտի մտնենք։ Հիմա երկրորդ հայտնությունը Աստծո ո՞րն էր։ Երկրորդ հայտնությունը Աստվածաշունչն էր։ Ասում է ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, խրատելու, շտկելու, հանդիմանելու եւ Աստծո մարդը շտկելու, որպեսզի կատարյալը լա եւ պատրաստ լինի բարի գործերի։ Ուրեմն այս ամբողջ գիրքը դրա համար է տրված, որովհետև հավատքը լսելն է, լսելը Աստծո խոսքեն, ուրեմն այստեղ մեջտեղ է գալիս նաև հավատքը, ուրեմն Աստծուն ճանաչելու համար պիտի այդ ճանապարհները անցնենք, ինչպես երկրորդ Պետրոսի մեջ է ասում է նորեն ծնած լինելով ոչ թե ապականացու սերմեն, հապա անապականացու են, Աստծո կենթանի խոսքեն։ Այսինքն ճշմարիտ սերմը Աստծո կենթանի խոսքն է, ուրեմն մարդը Աստծո խոսքի միջոցով է Աստծո հետ ծանոթանում։ Աստծո խոսքն է, որ առաջնորդում է, քիչ առաջ առակացից կարդացի, նորից ուղղություն է տալիս, որ Աստծուն ճանաչելու համար խոսքն է պետք։ Եվ երրորդ հայտնությունը Աստվածային, Աստված ուրեմն իրեն հայտնում է, առաջինը բնությամբ, երկրորդը խոսքով եւ երրորդը ումով Հիսուս Քրիստոսի անձով։ Դրա համար երբ որ աշակերտները խոսքը կիսատ թողեցի, չէ, աշակերտները երբ որ հարցրեցին, ասեց զիշ ճանչցակ, հորը ճանչցակ։ Սա ինձ տեսակ, հորը տեսակ, ասեց։ Թոմասն էր հարց տվողը, հետո էլ Ֆիլիպոսը հարցրեց, ասում է հայրը ցույց տուր մեզ եւ բավական է։ Հիսուսը նորից կրկնեց, ասում է ինձ տեսակ, հորը տեսակ, որովհետեւ ես հոր մեջ եմ, հայրն էլ իմ մեջ է։ Ուրեմն ուրիշ տեղ մի փնտրեք։ Ուրեմն առաջի առաջի Հովանու թղթում ասում է ով որ Հիսուս Քրիստոսը իր մեջ ունի, ուրեմն Աստված ճանաչում է եւ հավիտենական կյանք ունի։ Իսկ Հովանու 5-րդ առաջի Հովանու 5-րդ գլխի 20 համարում շատ խորը խոսքեր է ասում Հովանես առաքյալը։ Ասում է Հիսուս Քրիստոս դուք ասում եք գիտեք, որ Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի ճշմարիտը ճանաչեք։ Եվ ասում է դուք այդ ճշմարիտի մեջ եք։ Շարունակության մեջ ասում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ ճշմարիտ Աստված է եւ հավիտենական կյանքը։ Ուրեմն մենք, եթե ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ապաշխարությունով, ընդունում ենք, որ մեղավոր ենք, ապաշխարում ենք եւ դարձի ենք գալի եւ նորից ծնվում ենք, այդ նոր ծնված մարդը Հիսուս Քրիստոսին, որ Տեր ու Փրկիչ է ընդունում, ուրեմն ճանաչում է Աստծուն, որովհետեւ Հիսուս Քրիստոսին ճանաչել նշանակում է հորը ճանաչել։ Հրեաներին, երբ որ խոսում էր 8-րդ գլխում Հովանու, հրեաներ ասում է շատ հրեաներ իրեն հավատացին Հիսուսին։ Եվ Հիսուս երբ որ խոսում էր, ասում էր, եթե իմ պատվիրանքների մեջ կենաք ճշմարտապես, եթե ասում եմ իմ խոսքերս պահեք եւ իմ պատվիրանքների մեջ կենաք ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք։ Եվ ասում է ճշմարտությունը կիմանաք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հրեաները ասին մենք ոչ մեկի չենք ծառայել։ Մենք Աբրահամի սերունդից ենք։ Ինչու ես ասում, որ ինչու ես մեզ ծառա անվանում։ Հիսուսն էլ ասեց, ան որ մեղքը գործե, ուրեմն մեղքի ծառա է։ Ես եկա, որպեսզի ճշմարտությունը իմանաք եւ մեղքի ծառայությունից ազատվեք։ Նրանք նորից ասին, որ մենք Աբրահամի սերունդից ենք։ Հիսուսը ասեց, դուք ցանկանում եք ինձ սպանել։
Ես ճշմարիտ բաներ եմ ասում, արդար բաներ եմ ասում, բայց դուք ցանկանում եք ինձ սպանել։ Ուրեմն դուք Աստծո որդիներ չեք։ Նայեք, սերունդ, իրենք ասում են մենք Աբրահամի սերունդից ենք, բայց Հիսուսը ասում է դուք Աստծո որդիներ չեք։ Նրանք են Աբրահամի ժառանգորդները, ովքեր Աստծո որդիներ են կամ Աբրահամի որդիներ են։ Դու կարող ես Աբրահամի սերնդից լինել, բայց Աստծուն չճանաչել։ Իմանալ Աստծո մասին, բայց չճանաչել։ Ճանաչողությունը հավիտենական կյանքի հիմքն է։ Ուզում եմ վերջացնեմ, թե չէ այս թեման շատ երկար է։ Ֆիլիպեցիների 3-րդ գլխից մի երկու տող կարդամ, դրանով վերջացնեմ։ Ֆիլիպեցիների 3-րդ գլխի 8 համարը Պողոս առաքյալը, որ ասում է 8 օրվա թլպատված եմ Իսրայելի ազգից, փարիսեցի եւ այլն, ասում է եւ իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեպեմ իմ Տիրոջս Քրիստոս Հիսուսի գերազանց գիտությանը համար, որուն համար ամեն բան է զրկվեցա եւ աղտեղություն կսեպեմ, որպեսի Քրիստոսը շահեմ։ Եվ 10 համարում տեսեք ինչ է ասում, որպեսի ճանաչեմ Զանիկա, այսինքն Քրիստոսը, եւ անոր հարության զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդը լամ ու անոր մահվան կերպարանքը առնելով, որպեսի մեռելներուն հարությանը հասնիմ։ Ոչ թե ես արդեն առել եմ, 12-ում ասում է, կամ արդեն կատարյալ եղել եմ, հապա ետևեն ընկած եմ, որ բռնեմ մրցանակը, որու համար բռնվեցա Հիսուս Քրիստոսին։ Այսինքն բոլորս պիտի այդ ճանապարհով վազենք Աստծո հետևից, Քրիստոսի հետևից, ճանաչելով Քրիստոսին հավիտենական կյանք ենք ունենում, որովհետև Քրիստոսին ճանաչեցիր, Աստծուն ես ճանաչում, Աստված օրհնի ձեզ։